Ստեղծես մեր հոգում Խինդ ու թախից միասին է Արցունքի միջից նայում Ջերմ ժպտում ենք մենք իրար Մեր մեջ հուշերն են նույն բար Ուրախ տխուր նույն խոհերը Իսկ շուրջը տակ հայացքներ են Դեմքեր են այնքան հարազատ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով Մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոց խենց մեր օրեր Ու լուսավոր տարիներ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով Մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոց խենց մեր օրեր Ու լուսավոր տարիներ Այսօրվանից մեր առաջ Բացվում են ուրիշ ճամփաներ նոր Այսօրվանից կյանքն արդեն Կանչում է մեզ նոր այլափեր Եվ սրտերում մեր հիմա Ուրիշ հույսեր երազներ կա Այսօր հրաժեշտի օր է Բայց և տոն մի նոր հանդիպման Մենք ձեզ ասում ենք մնաք բարով Մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոց խենց մեր օրեր Ու լուսավոր տարիներ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով Մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոց խենց մեր օրեր Ու լուսավոր տարիներ Կդառնամ ես լուսանկարից, զեղչեր կանեմ քչին շատից Շամարտի կողմ եմ ես, հասակում եմ մետրու կեզ Հասմիկն եմ ես շատ բարի, չի մեկ ժամերին գերի Կդառնամ հայտնի գործարար, այնուհետև մեծ բարերը, նարեկն ես ամենքիվ Թվում է թե լուր եմ, անխոս, բայց ինձ ասում է Սուսան շատախոս Ես Արտյոմն եմ ֆուտբոլիստ, անուն չդնեք գոլ Սիրանուշն եմ ես Պողոսյան, դասարանի մեխվածյանը Ոբոն եմ ես սիրների սիրտս ընկերներիս Ավտոելեկտրիկ դանարման եմ, համեցեիք, տեսեիք, ինչ լավ ալբետ եմ Ես Եվան եմ Գրիգորյան, ռուս հայերեն բարարան Ես էլ Արտյոմն եմ Խուշչյան, դասից բախտելու վարպետ, 3 ժամից հետո էլ ինձ չեք գտնի ոչ մի տեղ Դիզայներ ես կդառնամ, Գոհարն եմ ես Աղումյան Տիգրանն եմ ես բոյով, ինչու? Պետք է դառնամ ես օդաչու Մոնիկան եմ չինացի, ով կարա ինձ հետ մրցի Целая эта наша магазин, мы фушу, да фушу Ловен день, он не один, не մշանսի Թարգմանչուհի Էլենն եմ ես, թարգմանում եմ ահա այսպես Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ եմ ձեր անձնվեր աշխատանքի համար Մենք միշտ կհիշենք ձեզ և ձեր բարի գործերը Նայրին եմ Ներսիսյան, ժպտում եմ միշտ անդադար, բայց գիտեմ, որ ժպիտն իմ զայացնում եմ Ես Եվան եմ Խաչատրյան, բազմատաղան դերասան Էմիլն եմ ես Ղազարյան, կդառնամ ես հաշվապահ, միլիոններս կհաշվեմ և ով գիտե միգուցե աշխատավարձ բարձրացնեմ Ես Յանան եմ Վարդանյան, ունեմ ժպիտ անը Նարեկն եմ ես մաթեմատիկոս, խնդրում եմ, փրկեք ինձ սոս Ես էլ Եվան եմ Գելյան, թատրոնի մեծ սիրահար Ես Արշակն եմ ամենագետ, ես ապագա դիվանագետ Ես Գառնիկն եմ աստոգար և չեմ խոսում ոչ մի բառ Աղջիկ եմ ես Սուսիկ Փոսիկ, նկարում եմ շատ գեղեցիկ Դիմավոր եք մի ժպտերես, Սայձեն Արփինեն եմ ես Էրիկն եմ ես շատ անհանգիստ, ուսանում եմ բոլոր դասերից Ես Աստղիկն եմ Գևորգյան, ես ապագա իրավաբան
Ես Սուրեն Նեմինեսյան, եմ Շամարտի մեծ սիրահար։ Արինան եմ ինքնահավան, ինձ ասում են փնփնթան։ Նարեկն եմ ես դողոչի, բոլորին սարքենք եջ։ Ես գանգուրի կուչիկ, ինձ ասում են տացել։ Դե, ես էլ Սուրեն Ամրուստան եմ։ Ողջունում եմ բոլորիդ։ Կներեք ուշացման համար, այս ժամանակի մեքենայի վրա էի աշխատում։ Ուրեմն, այս ժամանակի մեքենան փորձարկողը մեր դասարանից էր։ Նա ամեն ինչ փորձարկում էր մեր դասարանում առաջինը։ Այդ թվում նա փորձարկեց այս ժամանակի մեքենան եւ փաստորեն նա այս ժամանակի մեքենայով գնաց մոտ ապագա։ Մոտ ապագայում Գևորգ Ծերունյան, եթե չէի կռահել, դարձավ ոչ ավել, ոչ պակաս մեր երկրի վարչապետը։ Նա հյուրատուն է կառուցել մեր դպրոցի բոլոր ուսուցիչների համար, որպեսզի նրանք տարին մեկ անգամ, մեկ ամսով հանգստանան այնտեղ։ Եվ խոստացել է հնարավորության դեպքում եռակի բարձրացնել աշխատավարձերը։ Տեսնենք չկանեմ։ Լսի Սուրեն, իսկ կարող ենք ժամանակի մեքենայով հայտնվել ինքև տարում։ Կփորձենք։
իմանալս բանս խմճավոր։ Ահա ձեզ եմ ավանդում մեր ոսկեղենի կայբուբենը, մեր մայրենի լեզուն, որը կդառնա հայ ժողովրդի ազգային գոյության ինքը։ Ես Դավիթ անհապտ իմաստասերս ձեզ եմ հանձնում գիտության բանալին, որով կկարողանաք բացել գիտության բոլոր փակտորները և իմաստնանալ։ Հայաստանի բանալին հայոց լեզուն է, պետք է սովորենք, որ կարողանանք բացել բոլոր դռները։ Հին տարերում մեծագործ նախնիկ կերտեցին լեզուն մեր ոսկերին, տվեց Մաշտոցնահերին այն ուղեն, որ զինված իմեն բռնության ուտեն։ Այդ սուրբ գրերով բովանդակ կյանքում մենք եղանք անպարտ, մնացինք կանգուն, ու քանի դեռ կան, ապրում են նրանք, մենք էլ միշտ կապրենք ու հայ կմնանք։ Հայաստանը մեր ոսկեղենիկ մայրերին է, որի դերը մեծ է ազգապահպանության գործում, որի շնորհիվ գոյատևում ենք, ապրում ու շարունակում քայլել պատմության քարոզիներում։ Իսկ իրավքին է, իսկ ինչպես երբ վերադառնանք, արի նորից փոց։ Եվ այսպես, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն տարի։ Բարև ձեզ, էսելի հեռախոսների մեջ եք, բարագույրները բացեք, դասասենյակը օդափոխեք, հեռախոսները հանձնեք, լավ ինչքան կարելի է, անընդհատ ամեն օր նույնը, ինչքան կարելի է։ Էй Եվա, վերջացրու, ավելի լավ այս հիշեցրու, ում մասին էր գրել Հովհաննես Թումանյանը, որ նա մեծ սիրահար է, բռնկված սիրո մեծ հրդեհով։ Հիշեցնել պետք չի, դու հիմա ինքդ կհասկանաս։
ես։ Ես գիրքն եմ։ Գիրք։ Հիմա գիրք կարդացող եք կա։ Դե իհարկե։ Բարեգիրտ մարդիկ հենց գիրք են կարդում։ Բարեգիրտ։ Սպասիր, որոնման բաժնում գրեմ տեսնեմ, դա ինչ է նշանակում։ Ով որ ինձ են տուն։ Նա այդ բառն արդեն գիտի։ Եվ հետո դու ոչինչ չգիտես առանց համացանցի։ Իսկ ես հապանայիր, որքան նկարազարդ եմ, որքան գրավիչ։ Բա իմ պատմությունները մեկիկ, բա իմ բույրը, բա… Սպասիր, որոնման բաժինը չի աշխատում։ Ինչ ես վրա տվել։ Դու գիտես ես որտեղից եմ եկել, ինձ ովքեր է ստեղծել, գիտես կատակ է։ Գիտեմ։ Քեզ ստեղծել են նրանք, ովքեր շատ գրքեր են կարդացել։ Բայց մի գաղտնիք ասեմ։ Մի քանի տարի անց դու կխափանվես եւ կկորցնես առանց այդ էլ գումարով հաշվելի քո արժեքը։ Իսկ ես եւ ինձ նմանները կհայտնվենք մատենադարաններում, ցուցահանդեսներում, գրադարաններում։ Հեռախոս, քեզ ինչ պատահեց։ Հա, քեզ լիցքավորել է պետք։ Դե սպասիր, մինչև մեկը կգա եւ քեզ կլիցքավորի։ Իսկ ես սպասեմ իմ հետաքրքրասեր ընթերցողին, ով ինձանով եւ իմ ընկերներով վաղը սարեր շուռ կտա ու քեզանից էլ հզորին կստեղծի։ Ընթերցանությունը խորացնում է մտածողությունը, միտքը մղում է դեպի որոնումներ եւ երևույթների վերլուծություն։ Գիրքը ամեն մի գիտելիքի սկիզբն ու վերջն է, յուրաքանչյուր գիտության սկզբնակետը։ Այդքան որ ընթերցասեր եք, գիրք եք կարդում, հասել եք 9-րդ դասարան, ավարտում եք, գոնե ինչ-որ մեկը գիտե թե ով է Կոմիտասը։ Այդ մի բանն էլ ես գիտեմ շատ լավ, այն էլ Մոնիկայի շնորհիվ։ արդեն ավարտում ենք, 9 տարվա մեջ 2 տող անգիր սովորած կաս։ Ասեմ գիմանաս։ Չէ ասա։ Ես նա իրան աղջիկների հեսա չեկով բանուս։
իմ Հայաստան աշխարհ։ Շայարերի ինքնած, երկնքի շուրթին կախված, մի փոքրիկ դրախտ։ Արևից շիկնած, արևին թիկնած, լույսով պարուրված կամարակապ վեմ է իմ հայրենիքը։ Հայրենիք իմ մանկությունն է ու պատանեկությունը։ Հայրենիքն իմ սիրտն է, ու իմ հոգին։ Հայրենիքս ինձ համար իմ բնորանն է, լույսի կանթեղն է, սիրո աղբյուրը։ Հայրենիքս ինձ համար իմ պատմությունն է, իմ էությունն իմ մանկությունն է։ Հայրենիքը ամեն ինչ է ինձ համար։ Հայրենիքը իմ օդն է, իմ ջուրն է, իմ հոգին։ Իմ հայրենիքը մեր ժայռերն են ու մեր սարերը, նրանց վրա գրված մեր պատմությունն է ու թափված արյունը։ Հայրենիքի համար կյանք չխնայող, իր շունչը հայրենի եզրին խառնող զինվորի երգն է իմ հայրենիքը։ Իր մինուճարին բանակ ուղարկող ու կիսատ երգը սրտում մորմոքող հերոսուհի մայրը։
Հայաստանն իմ երկիրն է։ Չափերով այնպիսին, որ կարող եմ հետս վերցնել, թե մի հեռու տեղ գնամ։ Հայաստանն իմ երկիրն է։ Չափերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանդեպս։ Հայաստանը մենք ենք, որ կերտելու ենք վաղվա հայրենիքը։ Հայաստանն իմ տունն է, իմ սրտի լույսն է, մանկության բակն է ու մայրիկի երգ, լուր աղոթքներում։ Թող հավերժ ապրի իմ Հայաստանը, 1000 տարիներ ու 1000 դար։ Ապրի ինչքան շատ ապրել է, տևել, 1000 տարիներ ու 1000 դար։ Ապրի ինչքան հայ դեռ պիտի ծնվի, 1000 տարիներ ու 1000 դար։ Ինչքան եղել է քաջ ու անձնվեր, 1000 տարիներ ու 1000 դար։ Ինչքան տենչ ունի ու տենչի թևեր, 1000 տարիներ ու 1000 դար։ Թող այնքան ապրի մեր ժողովուրդը, քանի ապրում են այս հողալունը։ Իր գոյությամբ դալերին պարզված երագույթ դրոշ է հայրենիքը։ Ժայռակով տաճար է, վեր հալնող խոյան, քարեսը լացք է իմ հայրենիքը։ Ժամանակի շունչն է ու զարկերակը իմ հայրենիքը։ Հայրենիք, Արշակ Նալբանդյան, իմ սուրբ հայրենիք, լեռներին թիքներ ու անցուդարձն ես մշտարթում խորում, թեկուզ քո շուրջը ոսոխն է պատել, բայց քեզ տեր դառնալ չի կարողանում, ու քեզ չեն կոտրել ոչ սուր, ոչ կրակ, ոչ էլ թշնամու սև դավադրություն, դու միշտ պահել ես փառքի դրոշակ, որով կերտել ես անկախությունը, բայց պայքարը այդ դեռ չի ավարտվել, դեռ քեզ տիրանալ է ոսոխը ձգտում, սրով է եկել, դուռդ է ընկել, բայց քեզ նվաճել չի կարողանում, և դարերն այսպես կգան կգնան, ու դեռ շատ երկար մենք կպայքարենք, որ հաղթանակով գծվի ապագան, որ սերունդները տարյուն չթափեն, իմ սուրբ հայրենիք, լեռներին թիքներ, լուր խորում ես անցուդարձը այս, թեկուզ քո շուրջը ոսոխն է պատել, բայց դու դեռ երկար կաս ու կմնաս։
Ահա հրաժեշտ եմ տալիս մեր կյանքի ամենաուրախ ու անհոգ հեքիաթին։ Հեքիաթ քաղցր երազներով ու խառնված է հուզվող սրտանից։ Որ հնչում էին երազային անկրկնելի տարիների ջերմ ու սրտաբող խոսքերը։ Մեր մանկության և պատանեկության տարիներն անցել են քո ջերմ սրտում, հարազատ իմ դպրոցը։ Նվիրված ու բարի, համբերատար ու ներողամիտ մեր ուսուցիչներին։ Մեր խանանունն ու սերը ձեզ, ներեցեք մեզ, հենց ու խելար արարքների, անլոժ վերաբերմունքի, ուշացումների և բազբողումների համար։ Այսօր ուզի շատ լավ օր է, դպրոցական մեր գարուն է, վերջին անգամ մեզ կանչում է, դասերից մեջ ուշանում եք, ու համադրած ներկայանում, դպրոցում միշտ մոլորվում եք անդադար։ Ստրեսի մեջ ենք ապրիլ մայիս, մեծի նման բան ենք գալիս, դասերից մեկ ուշանում եք անընդհատ։ Վերջոց բոլոր ուսուցիչներ, դասի ժամեր ուշացումներ, Շուղարինում է վերջին ծան։ Մրիջիկ պես միշտ բազում եք, բոլորին զայրացնում եք, բայց դրանք պես միշտ ներում եք, ամեն աղջիկ մի փերի է, Instagram-ում լարգերի է, ավատարին հետևով մենք նրան։ Ստրեսի մեջ ենք ապրիլ մայիս, մեծի նման բան ենք գալիս, դասերից մենք ուշանում ենք անընդհատ։ Վերջոց բոլոր ուսուցիչներ, դասի ժամեր ուշացումներ, մեր շուղարինում է վերջին ծան։ Ստրեսի մեջ ենք ապրիլ մայիս, մեծի նման բան ենք գալիս, դասերից մենք ուշանում ենք անընդհատ։ Վերջոց բոլոր ուսուցիչներ, դասի ժամեր ուշացումներ, մեր շուղարինում է վերջին ծան։ Մեր շուղարինում է վերջին ծան։ Մեր շուղարինում է վերջին ծան։ Դպրոցական անհոգ օրեր, հիրազի նման անցա գնացի, դել չեք դառնալ, օ, հրաշալի, անմոռաց օրեր։ Վերջին զանգն է։ Մանկությունս, երազներս, խաղերս սպաս մնում են այստեղ որպես անցած ժամանակ։ Դպրոցն իմ տունն է, իսկ ես հիմա գնում եմ, բայց ներսումս ցավ կա, կարոտի մի հին ծանոցում, որ այս վերջին զանգը մի ամբողջ կյանք է բաց թողնում։ Մեր դպրոցը մի համերաշխ ընտանիք է։ Իմաստության և գիտելիքների շտեմարան։ Հարազատ դպրոց, մենք թծվեցինք քո լուսավոր գետում։ Դպրոցում են թողնում մեր մանկության և պատանեկության անմոռաց հուշերը, գունեղ երազները։ Մեր դպրոցը ջերմության ու բարության դպրոց է։ Այստեղ խրկվեցին մեր հոգիները և դարձան մաքուր ու անապական, անկեղծ ու վստահելի, հավատարիմ ու նվիրված, օգատար, ներողամիտ, բարի։ Մենք երջանիկ ենք, քանի որ բախտ ենք ունեցել սովորելու հենց այս դպրոցում, այս նվիրական կրթօջախում։ Հարգելի Տիկին Աղոյան, ձեր ներկայություն ինքնին կարգ ու կանոնի խորհրդանիշ է։ Դուք խիստ եք, պահանջկոտ, մանավանդ, երբ պատմության մասնագետի սուր հայացքով դիտում եք ամեն մի մանրուք։ Ձեր շնորհիվ դպրոցն ապրում է կարգ ու կանոնի, պատասխանատվության և արժանապատվության օրեր։ Շնորհակալ ենք ձեր խիստ, սակայն հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար։ Հարգելի Տիկին Վարդանյան, մեր դպրոցը շնչում է ձեր խաղաղ ու լուռ ներկայությամբ։ Առանց բարձրացնելու և աղմուկելու դուք կարգավորում եք դասաժամերը։
Դուք սովորեցնում եք ուղղակի գործել եւ գործել սիրով։ Շնորհակալ ենք ձեր համբերության եւ նկատության համար։ Արգաշան Տիկին Մուրադյան, ձեր ներկայությունը, ձեր մի հայացքն անգամ բավարար է, որ հավաքվենք եւ զգաստանանք։ Եվ այդպես քայլ առ քայլ այդ պահանջվոտ հայացքի ներքո մեկ դարձանք ավելի ուշադիր, ավելի կոկիկ, ավելի պատասխանատու։ Սակայն այդ խստությունը փոխարինվում է նուրբ հումորով եւ կատակներով, որոնք կարծես ձուլված են մեկ-մեկ։ Շնորհակալ ենք ձեզ այս ամենի համար։ Հրաժեշտ ենք տալիս մաքուր անվիճ մի կյանքի, որի հետ ունեցել ենք քաղցր հուշեր եւ գունագեղ օրեր։ Ես շատ ջերմ ու բարի հիշողություններ ունեմ կապված դպրոցի եւ դպրոցական կյանքի հետ։ Չէ՞ որ դրանք իմ կյանքի ամենաանհոգ տարիներն են, երբ հոգիս սավառնում են անմեղության օվկիանոսում։ Իսկ այժմ գիտակցում եմ, թե որքան բարդ ու կոչետոտներով լի է լինելու իմ ապագան, քանզի ավարտելով դպրոցը մենք կանգնում ենք նոր կյանքի շեմին։ Հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի ուսուցիչներին եւ մեր առաջին ուսուցչուհի ընկեր Հակոբյան։ Հարգարժան Տիկին Հակոբյան, դուք առաջինն էիք, ով բռնեց մեր փոքրիկ ձեռքը եւ սովորեցրեց մեզ շփատ արել։ Բայց իրականում մեզ սովորեցրի կրել սրտով, կարդալ հոգով եւ զգալ սիրով։ Սիրելի ուսուցիչներ, ձեր շնորհիվ սովորել ենք երբեք չհանձնվել, հավատալ մեր ուժերին, բացահայտելով նոր կարողություններ եւ հմտություններ։ Ցուցաբերել եք անսպար համբերություն եւ հոգատարություն։ Մեզնից յուրաքանչյուրի հանդեպ դրսևորել անհատական վերաբերմունք։ Մեր հոգում միախառնվել են աննկարագրելի զգացողություններ։ Հասկանում ենք, որ ավարտվեց մեզ համար մի ժամանակահատված, որտեղ երազը դարձել է իրականությունը երազ։ Մաղթում ենք ձեզ, շփիկներով լեցուն երջանիկ կյանք։ Շնորհակալ եմ ձեզ, որ դուք կաք մեր կյանքում։ Կանգ առակնդհատ։ Ես չեմ ուզում բաժանվել իմ դպրոցից։ Թող որ երկար ձգվեն այս պահեր, որ ես չբաժանվեմ իմ մանկության օրրանից։ Տարիները որ ասնում են դպրոցում ամենաթանկն այսօր դու ընկերների հետ կանգեցանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս ապագա ճանապարհի կանչն առաջին Սաղն է այս վերջին հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը և ասում անախտանով Այսօր դու կրացես ու սիրտդ կրված ես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ ասնում են դպրոցում Ամենաթանկն են Այսօր դու ընկերների հետ կանգեցանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս ապագա ճանապարհի կանչն առաջին Սաղն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին դեպի նոր կյանք անկեղծ սիրով բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կրված ես Քո տեսքը անջերի չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն են Այսօր դու ընկերներիդ հետ կանգեցանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս ապագա ճանապարհի կանչն առաջին Սաղն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կրված ես Քո տեսքը անթերի է չկասկածես
Տարիները որացնում են դրոցում Ամենաթանկն են Այսօր դու ընկերների հետ կակեղծանաս Ու ցանկալի համբուրգ ուզես ստանաս Ապագա ճանապարհի գացն առաջին Զանգն է այս վերջին Na-na-na-na-na-na-na-na Na-n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 a Զանգն է վերջին Na-na-na-na-na-na-na-na Ի վերջո, չկա սիրո, բարության և իմաստության չափ, որ դուք եք մեզ տվել։ Դուք եք մեզ սովորեցրել պատասխանատու լինել մեր արարքների համար ոչ միայն դասերի ժամանակ, այլ նաև կյանքում։ Հարգելի հյուրեր, տնօրինություն, ուսուցիչներ, մենք այսօր վերջացնում ենք մեր միջոցառումը վերջի զանգի, բայց չենք խոսել ամենակարևոր մարդու մասին, այն մարդու, ով կազմակերպեց այս ամեն ինչը, միավորեց մեզ, իրականում բոլորս էլ գիտենք, որ մենք մի փոքր չկազմակերպված դասարան էինք, բայց ավարտելուն պես մենք գիտակցեցինք ինչ ենք գործնում, թե ընկերություն, մի ընտանիք, դասարան, մի ամբողջ կյանք, դրա համար ընկեր Վարդանյան, մենք ձեզ չենք մոռանում և շնորհակալություն ենք հայտնում ձեր այս մեծ աշխատանքի համար։ Աշխարհները մեզ տվեցին, երբ որ մենք ձեզ ճանաչեցինք։ Միևնույն է, ինչքան էլ ձեզ երկրպագենք, հասկանում ենք, որ ձեզ շատ ենք ցավ պատճառել։ Չի կարելի առաջ։ Եկել է ժամանակ
ձեր մանկության պատանեկության երազները։ Ձեզանի յուրաքանչյուրի հոգում ու սրտում դուք թաքնված ունեք շատ երազանքներ։ Դրանք ծածուկ ու գաղտնի պահում եք, բայց հավատացեք երեխաներ, ասում եմ, երազներն իրականանում են, եւ իրականանում են, եթե հավատում եք։ Ուրեմն իմ շատ սիրելի աշակերտներ, հավատացեք ձեր երազներին, հավատացեք ու գնացեք դրանց հետևից, անպայման կատարվելու են։ Սիրելի շրջանավարտներ, սիրելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Մեր շատ հարգարժան ուսուցիչները ևս մեկ սերունդ պատվով, փառքով ճանապարհում են դեպի մեծ կյանք։ Ինչպես ձեր խոսքում ասացիք, ավարտեցիք կամ ամփոփեցիք կյանքի այս շրջափուլը եւ այն համոզված էր, որ վերջ տվեց մանկության այս էջին, բայց երեխաներ ջան, ամեն մի վերջ ունի ինչ-որ մի բանի սկիզբ, եւ դուք գտնվում եք նոր կյանքի շեմին, նոր սկզբի, հենց սկզբին։ Եվ ես ցանկանում եմ, որ այն միջավայրը, որտեղ դուք կշարունակեք ապրել, ստեղծագործել, լինի այնքան պաշտպանված, այնքան ջերմ մթնոլորտում, ինչպես մեր դպրոցում եք ձեզ զգում։ Հավատացեք, մեր ուսուցիչների տված բոլոր խրատներն ու դասերը ձեզ կյանքում շատ ու շատ օգտակար է լինելու։ Գուցե այս պահին չեք գիտակցում, գուցե երբևէ նեղացել եք մեզնից մի փոքր կոպիտ կամ շատ խիստ լինելու համար, բայց կյանքի ճանապարհին հանդիպած փորձություններին կհամոզվեք, որ այն խրատները, որ տվել են ձեզ, դարձել են ձեզ ավելի իմաստուն ու ավելի բարիմաց։ Շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ կանաչ ճանապարհ, անսպառ եւ անընդհատ հաջողություններ։ Եվ ինչպես ընկեր Վարդանյանը ասաց գնացեք ձեր երազանքների հետևից եւ դուք անպայման կհասնեք, որովհետեւ ով ձգտում է, ով աշխատում է այդ երազանքի կատարման համար, նա անպայման հասնում է։ Իսկ մեր դպրոցի դռները միշտ բաց են ձեզ համար, համոզված եմ, որ սեպտեմբերին այս հենց ամբողջ դասարանով լինելու եք այս դպրոցում, որտեղ կյանքն է դա ցույց տալիս։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ եւ ուզում եմ խոսքը փոխանցել Հակաձողնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչ Տիկին Ալբանցյանին։ Ես ողջունում եմ բոլորին, շնորհավորում եմ մեր սիրելի շրջանավարտներին, ցանկանում եմ ձեզ կանաչ, խաղաղ ճանապարհ։ Շատ կարևոր էր, որ դուք գնահատում եք ձեր հայրենիքը, միշտ հիշեք, այս երկրի այսօրվա եւ ահա տերը դուք եք։ Շատ հուզիչ էր, որ աղջիկները լաց էին լինում, դուք հրաժեշտ տվեցիք ձեր մանկությանը, ճիշտ է, բայց ընկերության հետ համաձայն չեմ։ Իսկական ընկերությունը ձեզ ուղեկցել է ձեր ամբողջ կյանքում, այնպես որ շարունակեք, անկախ նրանից, թե դուք ուսում կշարունակեք ավագ դպրոցում կգնաք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, բայց ձեր ընկերությունը ամուր պահեք։ Իսկ այժմ ուզում եմ ընթերցել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ։ Սիրելի շրջանավարտներ, ջերմորեն ու մեծ լավատեսությամբ շնորհավորում եմ ձեզ կյանքի կարևոր շրջափուլի ավարտի առիթով։ Կրթությունը ազգային արժեք է, պետական քաղաքականության եւ հասարակական գիտակցության մեջ, եւ այսօր դուք նոր կյանք եք մտնում, որպես այդ մեծ արժեքի նոր գրողներ։ Ես վստահ եմ, որ ձեր կրթօջախները ձեզ ավանդել են այնպիսի գիտելիք ու արժե համակարգ, քաղաքացիաիրավական այնպիսի գիտակցություն եւ առաջադեմ մշակույթ, որը դժվարությունների հաղթահարման եւ ինքնահաստատման ճանապարհին ամուր հենարան են դառնալու ձեզ համար։ Ես ուրախ եմ ընդգծել, որ կրթության ոլորտի պետական մեծ բարեփոխումների շղթայում հաստատուն կերպով առաջընթաց է արձանագրվում Արագածոտնի մարզում։ Կառուցվում են նոր դպրոցներ, արդիականացվում է կրթական միջավայրը, գերնպատակ ունենալով մերօրյա իրականության մեջ մրցունակ սերունդներ կրթելու։ Եվ այս բարեփոխումների դրական ազդակները վստահ եմ, փոխանցվել են նաև ձեզ։ Սիրելի շրջանավարտներ, ճանապարհում ենք ձեզ այն մեծ հույսով, որ ապագայում ձեզանից շատերին ենք տեսնելու պետական ու հասարակական անվանի գործիչների, հայրենասեր անհատների, հմուտ ու առաջնորդող մասնագետների շարքում։
Մաղթում եմ, որ անձնական, աշխատանքային ու հասարակական կյանքում լինեք աննկուն ու լավատես, նորաստեղծ ու մարդասեր։ Թող այս հուզարատ օրվա ամեն ակնթարթում ձեզ հղված բարեմաղթանքների եւ օրհնանքների ներքո կյանք առնեն ձեր լուսավոր նպատակներն ու երազանքները եւ թող մեծ կյանքի բազում ուղիներում ձեր երթը խրոխտ ու աննահանջ լինի։ Ձեր Սերգեյ Մովսիսյան։ Հարգելի հյուրեր, ծնողներ, հարգարժան գոլեկաներ։ Շնորհավորում եմ բոլորիս այս ուսումնական տարի գրեթե ավարտին հասցնելու համար, բարեհաջող հասցնելու համար։ Շնորհավորում եմ բոլոր ծնողներին, իրենց բալիկների, վերջին զանգի տոնակատարության առիթով։ Ի սկզբանե յուրաքանչյուր ծնող բալիկ ունենալու ժամանակ իր հոգու խորքում եւ նպատակ է ունենում եւ երազանք է ունենում։ Չկա մի ծնող, որ ավելի լուսավոր ու պայծառ չպատկերացնի իր երեխայի, իր դստեր, իր ուստրի կյանքը։ Որքանով են կարողանում երեխաները ի կատար ածել ծնողների երազանքը, դա կյանքն է ցույց տալիս։ Դա կախված է նաև յուրաքանչյուր երեխայի կամքից, կարողություններից, հնարավորություններից։ Դուք փորձեցիք ինչ-որտեղ ներողություն խնդրել ուսուցիչներից, բայց ժամանակի ընթացքում փորձեք առաջին հերթին ներողամտություն հայտնել ինքներդ ձեզանից, որովհետև երկար տարիներ դպրոց եկաք, ժամանակ վատնեցիք, մասամբ անտեսեցիք, բայց հետագայում այդ դատարկությունը դուք կզգաք կյանքի ճանապարհին։ Փորձեք բաց թողածը հետագա տարիներին լրացնել։ Բայց ուզում եմ նաև մեծ հպարտությամբ խոսել մեր լավ աշակերտների մասին, որոնք արդեն փորձում են կյանքում կայանալ։ Ես մեծ հպարտությամբ ուզում եմ խոսել Սուրենի մասին։ Սուրենով միշտ հպարտացել եմ, դասարանում միշտ տարբերվող, միշտ սովորող, ձգտող, եւ Սուրենը հիմա որտեղ է գտնվում։ Գիտության ճանապարհին։ Սուրեն ջան, քեզ ինչ ասեմ, ամենալավն եմ ցանկանում։ Դու ունես քո նպատակը, քո այդ նպատակների իրականացման համար համոզված եմ ամեն ինչ կանես։ Մեր ժամանակների Արշակին, Սևակին, Արշակ ջան, հրաշալի դու բանաստեղծ ես, հրաշալի։ Իմիջայլոց նաև լավ դերասան։ Քեզ նոր ոգեշնչումներ եմ ցանկանում, ամրես մեծ հայրենասեր։ Բոլորի մեջ, որ արկոտենք, շատ լավ բաներ կան։ Մի քիչ ծուլություն առաջ ենք դեր, բայց ամենանդեպս ունենք լավ պարողներ, եկեք այս պահին հիշեք մեր երջանկային Հիշատակ Պետրոսյանին, որի աշխատանքի արդյունքը ցուցադրեցին մեր տղաները։ Բոլորի երազանքներին իրականացում եմ մաղթում։ Կյանքի հետագա փուլերին ձեզ շատ փորձություններ են սպասում։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Իհարկե, այդ ամենի ճանապարհին, իրագործման ճանապարհին իր անկրկնելի դեր ունեցած ձեր դաստիարակը, Գեր Վարդանյան, որ ամեն ինչ արեց, ձեր փոխարեն ամաչեց, ձեր փոխարեն ներողություն խնդրեց, ձեր փոխարեն խոստումներ տվեց, ամեն ինչ արեց, որ ձեզ միավորի, մի ամուր կուր ընտանիք ստեղծի։ Շնորհակալություն, Գեր Վարդանյան, ձեզ առողջություն եմ մաղթում եւ բնականաբար կապը դպրոցի ուսուցչի աշակերտների հետ համոզված եմ դրանք կպահեն։
Ինչ ասեն բոլորի երազանքների իրականացում ու բարի ճանապարհ բոլորիդ։ Ուրիշ հույսեր երազներ կան, այսօր նա շեշտի օրեն, բայց երկնով մի նոր հանդիպան։ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր ու լուսավոր տարիներ։ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր ու լուսավոր տարիներ։ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր